Հարցը սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մարտի 16-ն է։ Այսօրվա մեր հաղորդման մեջ շատ կարևոր տեղեկություններով եմ ձեզ հետ կիսվելու։ Դրանց բացի փորձելու ենք վերլուծել, թե ինչ է կատարվում աշխարհում, ասեմ, որ չնայած նրա, որ ամեն օրվա ռեժիմով մենք հաղորդումներ ենք անում, լինում են օրեր, որ 1, 2, 3 նույնիսկ հաղորդում ենք անում, բայց իրավիճակը այնքան արագ է փոփոխվում աշխարհում, եւ հատկապես հիմա Իրանի շուրջ այնքան լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որ մենք մեկ-մեկ չենք հասցնում ընկնել այդ իրադարձությունների հետևից եւ արդեն դրա վրա կառուցել վերլուծությունների նոր ճյուղեր, նոր ուղղվածություններ։ Իսկ այն, որ ամեն օրվա ռեժիմով ամեն ինչ փոփոխվում է, շատ արագ է փոփոխվում, դա փաստ է։ Ես կարծում եմ, որ 1 տարի է ամբողջ փորձագիտական հանրությունը բավականին լուրջ խառնաշփոթի մեջ է, բավականին լուրջ ձևով դժվարացել է փորձագետների աշխատանքը, քանի որ երբ որ Թրամփը եկավ իշխանության եւ սկսեց անել հայտարարություններ եւ դիմել տարբեր գործողությունների, շատերի մոտ ամեն ինչ խճճվեց։ Մենք էլ հաստատի այդ իրավիճակում ենք գտնվում եւ չնայած դրա շատ անգամ ճշգրիտ փորձում ենք վերլուծություններ անել, փորձում ենք մեզ գտնել մեր սխալների մեջ, իհարկե, բայց իրոք շատ բարդ ժամանակաշրջան են, մեր ալիքը գոյություն ունի 3 տարուց ավել, իսկ փորձագիտական աշխատանքով շատ վաղուց զբաղվում եմ, բայց կրկնեմ, շատ դժվար հասկանալու, դժվար վերլուծելու իրավիճակի հիմա ստեղծվել աշխարհում։ Դաշնակիցները արդեն շատ հարցերում միմյանց հետ չեն, այն դաշնակիցները, որոնք որ երկար տասնամյակներով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միասին էին եւ կարծես թե շատ ամուր անվտանգային համակարգ էին ձևավորել, այլևս կարծես թե միմյանց հետ չեն, դրանից բացի արդեն խճճվում է, թե ով ում դաշնակիցն է եւ ով ում է կանչում օգնության որ պատերազմներում։ Փորձենք հետագայում խոսել ավելի կոնկրետ, բայց նախ սկսենք նրանից, որ պատերազմը Իրանի շուրջ շարունակվում է, կրկին Իրանն է թեման, ու չնայած նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը 3 ամբողջ օրը ռմբակոծել են Իրանը, հատկապես Իսֆախանը եւ Համադանը շատ լուրջ ավիահարվածների են ենթարկվել, ծանր իրավիճակը միանգամից ասեմ նաեւ Լիբանանում շատ լուրջ պայթյուններ են այնտեղ տեղի ունենում եւ չնայած որ Ֆրանսիան ցանկանում է միջնորդական առաքելություն ստանձնել նոր ծրագրեր առաջարկում Լիբանանին եւ Իսրայելին, բայց մենք չենք տեսնում այս պահի դրությամբ այնտեղ էլ որևիցե հանգուցալուծում։ Կարևոր է նշել, որ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ Բուշերի ատոմային էլեկտրակայանի ուղղությամբ հարվածներ են հասցրել, այնտեղ էլ բավականին բարդ է իրավիճակը, Ռուսաստանը շտապ էվակուացիայի ենթարկում իր այնտեղի ներկայությունը աշխատակիցներին եւ դրանից բացի ՄԱԳԱՏԵ-ն հայտարարությամբ է հանդես եկել, այսինքն իրավիճակը գնալով ամենտեղ լարվում է, Իրանը բազմաթիվ անօթաչու սարքեր է ուղարկում Պարսից ծոցի երկրներ, նրանք արդեն կամաց սկսել են սովորել, թե ինչպես որսան իրանական անօթաչու թռչող սարքերը, սակայն ամենակարևորը դա չէ, ամենակարևորը այն է, սիրելի հայրենակիցներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում մենք հասկանում ենք, որ բավականին լուրջ ձևով հակաթրամփյան ընդդիմություն է ձևավորվել եւ նույնիսկ այդ տարիֆների հարցում այսօր արել է Թրամփը հայտարարություն, գլխավոր դատարանի դատավորները փաստացի Թրամփի որոշումների դեմ են դուրս եկել, այս պատերազմն էլ ավելի է բարդացնում նրա իրավիճակը եւ Թրամփի իրավիճակը իրոք բավականին բարդ է, նրան լքում են դաշնակիցները, նրան չեն ուզում աջակցել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ բազմաթիվ Ճապոնիան, Ավստրալիան եւ մնացած այլ դաշնակիցները եւ Թրամփը փաստացի արդեն փորձում է դիմել շանտաժի։ Մենք խոսել ենք այն մասին, որ 3 ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց, որ շատ հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն չապրի այս ընթացքը, քանի Թրամփն է նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չգոյատևի եւ երևի դա շատ լավ լսեց
Դոնալդ Թրամփը եւ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի մասով շատ կարևոր հայտարարությամբ, իմիջիայլոց ես հենց այդտեղից էլ ուզում եմ սկսել, ասում է, որ մենք միշտ ՆԱՏՕ-ի կողքին ենք եղել, Դոնալդ Թրամփը ասում է, մենք օգնում ենք նրանց Ուկրաինայի հարցում, օգնում ենք նրանց։ Պատկերացրեք, թե ինչ է ասում Թրամփը։ Կարծես թե ինքը այնտեղ չէ, ուղղակի օգնում է նրանց Ուկրաինայի հարցում, քանի որ Ուկրաինան շատ հեռու է, բայց իրենք օգնում են Ուկրաինային։ Թրամփը օգնում է Ուկրաինային, բայց ուզում է ասել, որ դուք չեք օգնում մեզ։ Ու հիմա ասում է հետաքրքիր կլինի տեսնել, թե որ երկիրը չի օգնում մեզ փոքր հարցում։ Այն է պարզապես նեղուցը բաց պահել։ Խոսքը Հորմուզի նեղուցի մասին է։ Եվ Թրամփը ավելացնում է, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշնակիցները հիմա չօգնեն։ Եթե դաշնակիցները հիմա չօգնեն իրեն Իրանի հարցում։ Ինչ է դուրս գալիս, սիրելի հայրենակիցներ։ Դուրս է գալիս այն, որ բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Դոնալդ Թրամփը։ Կրկին ասեմ առանց երկարացնելու, մենք երեք խոսում էինք այն մասին, որ Խարկ կղզին կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեն ցամաքային օպերացիայով գրավեն, բայց դա շատ ռիսկային է Թրամփի համար։ Չափազանց ռիսկային է, քանի որ այդ պարագայում զոհերը խուսափելի են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, չնայած որ ծովային դեսանտը արդեն ուղևորվում է դեպի Իրան, մոտենում է եւ կարող է, ինչպես երեք արդեն նշել եմ, լուրջ գործողություն ծավալվի, բայց ինքը հասկանում է Թրամփը, որ եթե հանկարծ ցախողի մեջ խնդիրներ կունենա, չնայած որ այսօր նույնպես ինքը սպառնացել է կղզու մասով իրանական ռեժիմին։ Ես երեք նաև մոռացա ասել, որ սենատոր Լինսի Գրեմն էլ երկու օր առաջ ասել էր, եթե Իրանը թագն է, ապա թագի վրայի ամենաթանկարժեք քարը դա Խարկ կղզին։ Նա էլ հստակ հասկացրել է, որ իրենք կարող է դիմեն այդպիսի գործողության, փորձեն գրավել այդ կղզին։ Երեք մենք խոսում էինք նաև այն մասին, որ Ճապոնիայից նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնություն են խնդրել, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգներին Ճապոնիան իր նավերով օգնի Հորմուզի նեղուցը բաց պահել։ Հիմա Ճապոնիայի վարչապետը հայտարարում է, որ իրենք չեն ցանկանում մասնակցել այդ գործողություններին։ Նույնն է անում Ավստրալիան, եւ դրանից բացի մենք տեսնում ենք, որ Մակրոնն էլ իր հարաբերություններն է փորձում կառուցել Իրանի հետ եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես արդեն երկրորդ հեռախոսազրույցն է ունենում Մասուդ Փեզեշկյանի հետ Մակրոնը Իրանի նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահը քննարկում են տարածաշրջանային խաղաղության հարցը։ Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ Մակրոնը փորձում է շատ կարևոր ներքին խաղ խաղալ եւ փորձում է կամուրջ ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, այսինքն որ բանակցությունները սկսվեն, կարևոր ուղերձներ է փոխանցում, բայց դա այս պայմաններում իրենց հարաբերությունները հաշվի առնելով Մակրոնի եւ Թրամփին փոքր քիչ հավանական է։ Ավելի մեծ է հավանականությունը նրա, որ Մակրոնը փորձում է խաղալ սեփական խաղը, քանի որ հասկանում է, որ վաղը կարող է Թրամփը տապալվել այս ռազմական գործողությունների պատճառով։ Ես որ ասում եմ Թրամփը տապալվում է, չի նշանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավում են։ Երեք էլ ենք խոսել, որ պարտվել, հաղթել հասկացողությունը շատ բարդ հասկացողություն է։ Ինչու՞մ է խնդիրը Թրամփի խնդիրը այն է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցամաքային գործողություն են սկսում, ապա բազմաթիվ զոհեր են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ խրվում է շատ երկարատև պատերազմի մեջ։ Իսկ եթե ցամաքային գործողություն չեն սկսում, ապա դա նշանակում է այն, որ Իրանը իր տարածքից միշտ էլ կարող է կրակել Հորմուզի նեղուցի ուղղությամբ, հատկապես թիրախավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների նավերը։ Դրա համար դաշնակիցները փորձում են ավելի пассивանալ, խուսափել եւ Թրամփի կոչերին օգնել իրեն բացել Հորմուզի նեղուցը այլ ձևով են կարծես թե արձագանքում։ Այսինքն եթե ցամաքային գործողություն չկա, կարող է տարիներով հուտիների նման, ճիշտ հուտիների նման Իրանը հնարավորություն ունենա կրակելու այդ նավերի ուղղությամբ։ Բայց Իրանը մենք հասկանում ենք, որ հիմա
կարելի ասել 90%-ով ջախջախված է, նրա ռազմական պոտենցիալը 90%-ով ջախջախված է, բայց չնայած դրա, դա իր համար մեծ դժվարություն չէ, ահա այդտեղ վերահսկողություն իրականացնել կրակելով նավերի ուղղությամբ։ Իսկ Իրանից օրեցօր ավելի կոշտ հայտարարություններ են հնչում։ Իրանի խորհրդարանի նախագահը ասում է, որ Թրամփը այս վերջին օրերին 9 անգամ հայտարարել է, որ մեր նկատմամբ հաղթանակ է տարել, բայց դա ծիծաղելու է։ Դրանից բացի Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանը չի խնդրում հրադադար եւ պատրաստ է պաշտպանվել այնքան, որքան պետք լինի, այդքան էլ մենք կպաշտպանվենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հայտարարում է Իրանի արտգործ նախարարը, դրանից բացի նա ասում է, որ այս պատերազմը կշարունակվի այնքան, մինչև Թրամփը չհասկանա, որ մեծ սխալ է գործել։ Դրանից բացի, ինչպես ես երեք ասացի, արդեն Իրաքում իրաքյան այդ միլիցիան է մտել պատերազմական գործողությունների մեջ, որը որ կա երկրի հյուսիսում, այդ շիա խմբավորումները փաստացի լավականին լուրջ հարվածներ են հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, երեք էլ Վիկտորիա ռազմաբազային երեկոյան արդեն բավականին լուրջ հարվածներ են կարողացել հասցնել դրանք, ակտիվացել են շատ լուրջ ձևով, մինչայլոց հուտիները նույնպես սկսում են ակտիվանալ, հուտիներն էլ իրենց հատվածում Կարմիր ծովի փորձելու են խանգարել միջազգային նավարկությանը, իրենք պայմանավորություն ունեին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ չխանգարել, բայց կարծես թե հիմա արդեն խախտելու են, եւ եթե Հորմուզի նեղուցը փակ է, իսկ այնտեղ էլ Կարմիր ծովում նույնպես փակվի այնտեղի նեղուցը, որը որ մեծ կապ է փաստացի ապահովում ամենակարևոր եւ գլխավոր անցումն է համաշխարհային, դա կարող է համաշխարհային մեծ տնտեսական կոլապսի բերել։ Իսկ ահա այս պայմաններում Իսրայելի շտաբում են հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պլանավորում են եւս մոտ 3 շաբաթ շարունակել այս ռազմական գործողությունները։ Փաստացի աշխարհը Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցները լուր, բայց շատ པարզ ձևով մեղադրում են Դոնալդ Թրամփին այս պատերազմը հանուն Իսրայելի սկսելու մեջ։ Եվ ասում են, քանի որ սկսեցիր դու այդ պատերազմը հանուն Իսրայելի, Իսրայելի շահերի, ապա միայնակ շարունակիր այդ պատերազմը։ Դրանից բացի դու մեր նկատմամբ շատ վատ վերաբերմունք ես ցուցաբերում Դոնալդ Թրամփ, եւ հիմա դրա համար դու մենակ կարող է մնաս։ Քիչ առաջ նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի միջև, շատ մանրամասներ այս պահի դրությամբ չկան։ Մեծ Բրիտանիան նույնպես հրաժարվում է ավելի խորը ներգրավել այս ռազմական գործողությունների մեջ։ Եվ Թրամփը, որը որ կոչ է անում ՆԱՏՕ-ին միանալ պատերազմի մեջ, սպառնալով ՆԱՏՕ-ին, հասկացնելով, որ Ուկրաինային կարող է ընդհանրապես որևիցե օգնություն չտանք, եթե դուք չմիանաք եվրոպացիներ, նա նաև կոչ է ուղղել արաբական երկրներին, ասում է, որ ինքը կարծում է, որ արաբական երկրները եւս պետք է հիմա միանան պատերազմի մեջ, բայց դա էլ վերջը չէ։ Ինչպես նշեցի, Ճապոնիան հրաժարվել է, Ավստրալիան հրաժարվել է, Թրամփը հիմա կոչ է անում Չինաստանին մտնել փաստացի պատերազմի մեջ եւ պաշտպանել Հորմուզի նեղուցը, երեք էլ էր հայտարարել այդ մասին Դոնալդ Թրամփը, իսկ այսօր ասում է հետեւյալը, որ եթե Չինաստանը չմասնակցի, չակտիվանա եւ չսկսի մասնակցել այդ գործողությանը, հնարավոր է ես հետաձգեմ իմ այցը կամ չեղարկեմ իմ այցը Չինաստան, որը որ պետք է տեղի ունենա այս ամսվա վերջ։ Քանի որ մենք արդեն անդրադարձանք Չինաստանին, ասեմ, որ Չինաստանը ճիշտ հակառակն է անում, բավականին լուրջ ձևով օգնում է Իրանին, իսկ Թրամփը օգնություն է խնդրում Չինաստանից, չնայած հակառակորդ է հռչակել Չինաստանին, միշտ էլ ասում են, որ Չինաստանը համար առաջին Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդիրն է, հակառակորդն է, բայց ասում է արի օգնեք մեզ Հորմուզի հարցում, իսկ Չինաստանը օգնում է Իրանին։ Ահա այս է փաստացի իրավիճակը։ Դա երեք ընդունեց նաև Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին, ամենագլխավոր հայտարարությունը ես մոռացա ասել, նա ասաց, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ամեն հարցով իրենց օգնում են այս պատերազմում, այդ թվում նաև ռազմական առումով նույնպես օգնություն են ցուցաբերում Իրանին։
մենք երկու օր առաջ խոսել ենք այն մասին, թե ինչպես Ռուսաստանը ուղղորդում է իրանական դրոնները, եւ հիմա փաստացի պարզվում է, պաշտոնական է այս հայտարարությունը, որ Չինաստանը նույնպես ներգրավված է այս պատերազմի մեջ, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Դա նշանակում է հետեւյալը. ՆԱՏՕ-ն, Եվրոպան, ՆԱՏՕ-ի դաշնակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից երկրները հրաժարվում են մտնել այս պատերազմի մեջ։ Այդ տակից ներքին կարգով Չինաստանը եւ Ռուսաստանը օգնում են Իրանին։ Դուք պատկերացնում եք ինչքան ձեռնտու եղավ այս պատերազմը կարճաժամկետ առումով, միշտ ասել եմ երկարաժամկետ չէ, կարճաժամկետ առումով Ռուսաստանին։ Նախ պատժամիջոցներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանեցին Ռուսաստանի վրայից, որպեսզի նա կարողանա մեկ ամիս նավթ վաճառել, որպեսզի նավթի գները միանգամից երկինք չթռնեն, եւ առաջինը թույլ տվեցին Հնդկաստանին ռուսական նավթ ձեռք բերելու, դրա համար Իրանը արագ հնդկական նավերին թույլատրեց անցնել Հորմուզի նեղուցով, որպեսզի Հնդկաստանը միայն չսկսի շատ ավելի ու ավելի շատ ձեռք բերել ռուսական նավթ։ Այդպես խճճված է ամեն ինչ, բայց ամենակարևոր հարցերից մեկը արդեն նշեցի, փաստացի դաշնակիցները նորմալ ձևով չեն օգնում Միացյալ Նահանգներին, դե թեթև օգնություն ամեն դեպքում կա, օրինակի համար Ֆրանսիան էլ փորձում է օդում խոցել իրանական անվտանգ սարքերը, հատկապես ինչ որ չափով նաև հրթիռների հարցում է օգնում, Մեծ Բրիտանիան իր բազաներն է տրամադրել, իր կղզին է տրամադրել, մի խոսքով։ Բայց այն օգնությունը, որը որ ակնկալում է Դոնալդ Թրամփը շատ լուրջ ձևով մտնեն պատերազմի մեջ, դա չկա, ինչպես որ դա օրինակի համար նախկինում տեղի էր ունենում։ Բայց ամենակարևոր հարցերից մեկը նաև այն է, որ Չինաստանը կարող է հիմա օգտվել այս իրավիճակից եւ հարվածել Թայվանին, հարձակվել Թայվանի վրա։ Կան տեղեկություններ, որ չինական ավիացիան շատ է ակտիվացել եւ երբևիցե այս աստիճանի այսպիսի ակտիվություն նախկինում չի նկատվել։ Կարող է, ինչու՞ չէ, Չինաստանը այս իրավիճակում հարձակվել Թայվանի վրա։ Հիմա փորձենք շատ կարճ մի վերլուծություն անել։ Ինչ է սա, եթե ոչ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Պատերազմ է Ուկրաինայում, որին որ փաստացի ներգրավված է ամբողջ Եվրոպան, Ռուսաստանի Դաշնությունը, ամբողջ Եվրոպան, մասամբ Միացյալ Նահանգները, նաև ինչ որ միտեղ Միացյալ Նահանգները պատերազմի հիմա Մերձավոր Արևելքում, որտեղ որ ներգրավված են 10-ից ավել երկրներ, իրավիճակը պայթունավտանգ է նաև Թայվանի շուրջ։ Չինաստանը, որպես գերտերություն, եւ Ռուսաստանի Դաշնությունը օգնում են Իրանին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվում են օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի գլխավորությամբ սպառնում է ՆԱՏՕ-ին։ Ասում է, որ էլ չենք օգնի ձեզ, ոչ Ուկրաինա, ոչ Եվրոպա։ Ահա սա է այսօրվա իրականությունը։ Ինչ կլինի վաղը, սիրելի հայրենակիցներ, շատ դժվար է ասել եւ կանխատեսել։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Դոնալդ Թրամփը դիմեն շատ համարձակ գործողությունների եւ փորձեն գրավել Խարկ կղզին, չնայած որ Խարկ կղզու գրավումը կարող է 100%-ով երաշխիք չդառնա նրա որ նեղուցը բաց լինի, կամ ինչ որ այլ ձևեր գտնեն այս պատերազմի հանգուցալուծման համար, հնարավոր է։ Հակառակ պարագայում կստացվի այն, որ Իրանին ջախջախեցին օդից 90-95%-ով ավիրեցին նրա ռազմական հնարավորությունները, նաև մեծ վնաս հասցրեցին տնտեսությանը եւ ենթակառուցվածքներին, բայց նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեցան այնպիսի մի իրավիճակ, որ Իրանը անընդհատ հրթիռակոծելու եւ կրակելու է Հորմուզի նեղուցի նավերի ուղղությամբ։ Եվ նույն ակտիվությունը կարող է փոխանցվել նաև Պուտինների վրա։ Դրանից բացի ռեժիմ փոփոխության մասին ընդհանրապես այլևս հարց կարող է եւ չլինել։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սա շատ տհաճ մեզ համար զարգացում է այս պահի դրությամբ, բայց պատերազմը այնպիսի բան է, որ կարող է արդեն վաղը մենք լրիվ այլ իրավիճակ ունենանք մի քանի նոր գործողությունների հետևանքով։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես կարծում եմ, որ
ունակ է նման գործողություններ իրականացնել։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։